Մյուս նարատիվը դա, որ օրինակ ասենք Ամերիկա հայերը չեն վերադառնալու Հայաստան, ես հիմա կա 5 ընտանիք, ում հետ աշխատում եմ, դա Ամերիկայից են մարդիկ, որոնք իրենց ծնողների համար տուն են գնում, որ այդ մարդիկ տեղափոխվեն Հայաստան, ու իրանք էլ կամաց հետո տեղափոխվեն Հայաստան։ Աշխատանք պետքա տարվի ամեն օր։ Նարատիվները ոնց է դա աշխատում, հենց այդ նարատիվների պատերազմը ոնց է աշխատում։ Դու պետքա հետազոտություններ անես, ու թշնամին ամեն օր Հայաստանում անում է հետազոտություններ։ Օրինակ, որ դուք պատկերացնեք, Գելեփը սոցիոլոգիական կենտրոնը շատ պատվերներ է ստացել, որի միջոցով հետազոտում է Հայաստանում ինչ է կատարվում։ Ու դրա արդյունքները, ով որ գնում է, հետո իրանք ունի ուրիշ տեղել վաճառին, դեռ արդեն դուք ինչ ֆանտազիա ունեք, պատկերացրեք ինչ է գնացել մեր թշնամու դաշտ։ Հայաստանում կա 20,000-ից ավել ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տարբեր հետազոտություններով։ Ու ով է իրենց վճարում, Հայաստանի բյուջետից իրենք գումար չեն ստանում։ Իրենք ստանում են դրսից, ու այդ իրենք հետազոտությունները դուրս է գալի, ինֆորմացիան դուրս է գալի։ Մեզ ամեն օր են հետազոտում, ու մեր թշնամին լուրջ հասկանում է, թե Հայաստանի հասարակության փսիխոտիպը որն է, մտածելակերպը որն է, ինչի համար է հայ տղամարդը պայքար տանելու, ինչն է առաջինը պաշտպանելու իր ընտանիքը, թե Հայաստանի Հանրապետությունը, ինչ պետք է ասես, որ ինքը ասի, դա թքած ունեմ ամեն ինչի վրա, դուրս գամ դուրս ապրեմ։ Այդ գաղափարները մեր մոտ հետազոտում են։ Սկզբից այդ իրենք փսիխոտիպն են հետազոտում, ինֆորմացիան հավաքում են, հանում։ Հետո մասնագետները նստում են դրա հետ աշխատում, որ դուք պատկերացնեք, եթե աշխարհում կա top 10 PR կազմակերպություններ, այդ 10-ից 6-ը աշխատում են Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը իրենց վարձել է, նրանք աշխատում են ադրբեջանական իմիջը աշխարհում տարածելու, ինֆորմացիոն պատերազմ տանելու, լուրջ աշխատանք տանելու համար։ Հիմա այդ մարդիկ, այդ մասնագետները հավաքում են, ստանում են այս ինֆորմացիան Հայաստանից, նստում են դրանով, արդեն մտածում են, թե որ նարատիվները կաշխատեն, որը չեն աշխատի։ Երբ որ հասկանում են, թե որը կաշխատեն, արդեն տեխնիկական միջոցներով, տեխնոլոգիաների միջոցներով, սոցցանցերի, մեդիա դաշտի միջոցով տարածում են։ Ասենք մի հատ հետաքրքիր օրինակ ձեզ բերեմ, ամեն ամիս Ալիև ազգանունը հայկական մեդիա դաշտում 1700 անգամ կրկնվում է։ 1700 անգամ Ալիևի մասին մեր մեդիա ռեսուրսները պատմում են։ Դառնում է մեր մեդիա ռեսուրսները ադրբեջանական ռոպագանդայի շարունակությունն են։